թույլ տվեք անդրադառնալ մի քանի թեզերի։ Վահագն Ալեքսանյանը այստեղից հայտարարում է, ասում է, եթե դուք Իրանի ու Վրաստանի նկատմամբ չունեք նույն վերաբերմունքը, ինչ որ Թուրքիայի եւ Ադրբեջանի, դա նշանակում է, որ ձեր հայրենասիրությունը թելադրված է Ռուսաստանի կողմից։ Նոր դարակազմիկ թեզը, որը առաջ են քաշում ընդդիմությանը մեղադրելու։ Տեսեք ինչ է ասում իշխող ուժը։ Ասում է, եթե դուք աշխարհի մյուս պետությունների, ձեր հարևանների, այդ թվում նաև եղբայրական պետության նկատմամբ չունեք այն նույն վերաբերմունքը, ինչ որ ձեզ ցեղասպանած պետության նկատմամբ, Արցախում էթնիկ զտում իրականացրած պետության, ուրեմն նշանակում է, ձեր հայրենասիրության մոդելը թելադրվում է Ռուսաստանի կողմից։ Ինչ են առաջարկում այս մարդիկ փաստորեն, ասում են Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի համար նենց պետություն է, ոնց որ Վրաստանը եւ Իրանը, ոչ մի տարբերություն, ասում են, ու չեն հասկանում մենք ինչ խնդիր ունենք տեղ, մենք ինչ ենք ասում ենք Թուրքիան աշխարհի միակ պետությունն է, ով ցեղասպանել է այս ազգին, ու մինչև հիմա չի ընդունում այդ ցեղասպանությունը, ու մինչև հիմա շարունակում է այդ քաղաքականությունը, ու մինչև հիմա հերոսացնում է այդ ցեղասպանությունը իրականացնողներին։ Ադրբեջանը այն պետությունն է, ով այդ քաղաքականությունը կրկնել է Արցախում, շարունակում է այդ քաղաքականությունը, ու այս երկու պետությունը ասում են մենք մի ազգ ենք, երկու պետություն։ Ու հա, մեր ու ձեր տարբերությունը այլընտրանքը նաև այդտեղ է արտաքին քաղաքական, որ ասում ենք մենք մեր արտաքին քաղաքական օրակարգի, հայեցակարգի հիմքում պիտի հենց այս նաև դնենք։ Այո, տարբեր վերաբերմունք պիտի ունենանք մեզ ցեղասպանած պետության ու այդ ցեղասպանության հետ չարերեսվողի հետ։ Դուք ինչ եք առաջարկում, ասում եք Իրանը ու Թուրքիան նույնն են։ Ինչի ոնց որ Թուրքիային եք վերաբերվում, Իրանին չեք վերաբերում։ Այստեղից ավելի լավ էլ ո՞նց բան արվի։ Այդ Թուրքիան է մեզ ասում, բայց ի՞նչ է մեր մեջ տեղի ունեցել, որ մենք բոլորի նման հարևաններ ենք։ Այս Այսինքն ցեղասպանությունը չէ։ Եթե ձեր ընտանիքի հետ տես դժբախտություն պատահեր, այն հարևանով ձեր ընտանիքի հետ տենց է վարվել, դուք իր հետ նենց կվարվեիք ոնց որ ձեր մնացած հարևանների, այդ ոնց է հենց ձեր շահերին է վերաբերվում, կոստյում լինի, նյութական շահ լինի, անձնական որևէ բան լինի, դուք թշնամիներ եք դառնում նրա նկատմամբ, ով ձեր նկատմամբ թեորիական սպառնալիք կարա բանանի, հենց ազգի շահերին է վերաբերվում։ Չէ ինչ, մոռանանք, հաշտվենք, բան անենք, չխոսենք դրա մասին, որ լավ լինենք։ Ի վերջո, եթե Թուրքիայի ու մեր կոնֆլիկտը ոնց որ դուք եք ասում, մեր պատճառով է, մենք պիտի փոխենք մեր պատմությունը, մենք պիտի փոխենք մեր ընկալումը։ Մի հատ ինձ կբացատրեք, Թուրքիան ինչի խնդիր ունի իր բոլոր հարևանների հետ։ Կիպրացիների հետ էլ կիպրացիների պատճառով է, հույնների հետ հույնների պատճառով է, Սիրիա ինչի մտան, սիրիացիների պատճառով է, կարող է ամեն դեպքում ձեր թեզը, թուրքական թեզը ու մեր պատճառով չի այդ կոնֆլիկտը, իրանց պատճառով է։ Հաջորդը, ասում է Քրիստիան Վարդանյանը ասում է, այս թուղթը ոչ մի բան է, ոչ մի բան չեմ ասում եմ վտանգավոր բան է, եւ կրկնում եմ հայտարարությունները, որոնք մենք արել ենք, ու պարզ բան ենք ասում, շատ պարզ բան ենք ասում ենք, այդ թղթով մի խաբեք, որ խաղաղություն եք բերել, մի խաբեք, որ խաղաղություն եք բերել այդ թղթով։ Ասում է, մի տարի է չեն կրակել, ուրեմն խաղաղություն է, սուտ եք ասում, մի տարի, 5 տարի չկրակելը չի նշանակում, որ խաղաղություն է, չի նշանակում, որ խաղաղություն է, ինչպես 2020-ից առաջ չկրակելը կամ քիչ կրակելը չէր նշանակում, որ 2020-ը չի լինելու։ Ասում են զոհը չենք ունեցել։ Ես հիմա եկեք այդ պաշտոնական զոհերը իրոք հանենք, տեսնենք ում օրոք ավելի խաղաղ եղել, ում չէ։ Ես գիտեմ երկրորդ նախագահի կառավարման տարիների պաշտոնական թվերը 10 տարում 92 զոհ։ Ձերը կարաք հանենք, տենանք 7 տարի եք, քանի զոհ եք ունեցել։ Հիմա ինտերվալներով 7 օր ավել չեն կրակել, ուրեմն նշանակում է խաղաղությունը, տենց եք այդ խաղաղությունը պատկերացնում։ Ես ավելի առաջ գնամ, ինձնից հետո 3-4 ԿՊԱ-ական խոսելու են, պարզ հարցեր ենք ձեզ տալիս, ասում ենք, եթե ասում եք խաղաղություն եք բերել, բացատրեք մի հատ, Ադրբեջանը ինչ ա զիջել, եթե բանակցություններ են, որտեղ բանակցությունների առաջին տարը փող զիջում է նշանակում, բացատրեք, խնդրում եմ, բացի այն եղածից, որ պետությունները անդամակցելով ՄԱԿ-ին ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, հրաժարվում են միմյանց նկատմամբ ագրեսիա կիրառելուց, ինչ լրացուցիչ մեխանիզմ եք բերել, որ այդ խաղաղությունը ամրապնդում է։ Ընդհանրապես ինչ ա զիջել Ադրբեջանը։ Այս սրան կարաք պատասխանեք դաշնակցությանը հոգեվերլուծություն, ինչ ուզում եք արեք, կգաք, հեսա նախկիններ, ներկաներ, հատկապես վստահ եմ դուք։ Կարաք այս հարցերից մեկին անդրադառնաք։ Զուգահեռ չեմ ասում 9 րոպե նվիրեք նրան, ինչքան վատն են նախկիններ ու դաշնակցությունը ձեր համար։ Մի րոպեն կարաք պատասխանեք այս հարցերին։ Վերջը ձեր ստորագրած թղթից ենք խոսում։ Դաշնակցությունը չի այս բանի քննարկման առարկան։ Ժողովրդավարության մասին։
Ձեր դեմքը այդ որ հպարտանում եք, որ ընդդիմադիր համայնքապետեր կան, ժողովուրդ ջան, կարանք հասկանանք, Գյումրու ընտրությունների հետ ինչի եք այսքան անհաշտ։ Ինչ է տեղի ունեցել։ Գյումրու համայնքապետին մենք չենք նշանակել։ Ընտրվել է այդ մարդը։ Լավ, եմ աստեմ ապարյանի չի ընտրվել հերոսաբար, բա որն է ձեր ընտրությունը, միջև ԿՊԱ-ական չլինի չի ընտրվում։ Հա, տենց այս ժողովրդավարության բաստիոն, միջև ԿՊԱ-ականը չընտրվի դա ընտրություն չէ, կեցցե ժողովրդավարությունը։ Ֆյուրերները։ Հիմա ի՞նչն է խնդիրը, ես չեմ հասկանում։ Գյումրու համայնքապետին մենք չենք նշանակել, դժգոհ եք, որ ձեր այլընտրանքը կոմունիստներն են։ Բա դուք տեղ մեղք չունեք։ Կարող է ձեր խնդիրն է դա, որ մարդիկ այնքան եք այստեղ հասցրել, որ ձեր այլընտրանքը տեսել են կոմունիստների մեջ։ Կարող է ձեր խնդիրն է։ Եկեք մեզնից ինչ եք պահանջում, ես կարամ ձեզ հասկանամ։ Ասում եմ, ասեք, մինչև ժամը 6-ը եթե չասեք, որ դուք ուխտ չեք, ուրեմն դուք ուխտ եք, հետո ասենք ինչքան պիտի ով կարա մի հատ պահանջ ներկայացնի բանը ինքնիշխանությանը հարցականի տակ դնելու համար ես կարամ 100 հատ հայտարարություն անեմ ձեզնից սկզբունքային 600 անգամ ավելի շատ ինքնիշխանություն բառը օգտագործեմ ոչ մեր քաղաքական ուժը ոչ մի ծրագիր չունի Հայաստանի անկախությունը ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու որևէ այնպիսի կազմավորման մաս դարձնելու որ կարա հարցականի տակ դնի բայց իմ խոսքերից ավելի գործերն են խոսում օրինակ Իեն ժամանակի որ իմ ուժը կոալիցիան կառավարություն ա եղել, Երևանից երբ որ հարավ են գնացել, մենք ինչ երկրի դրոշ ասես չենք տեսել։ Հիմա դուք տեսել եք մեր երկրում ինչա կատարվում։ Ինքնիշխանություն նշանակում է առաջին տարի ինքնիշխանության, սեփական տարածքի նկատմամբ վերահսկողություն ունենալ։ Հիմա դուք ինքնիշխանություն եք պահպանել, Երևանից գնում ենք հարավ, Ռուսաստանի դրոշ, Իրանի դրոշ Ադրբեջանի դրոշ Սյունիքում, ես ինչ ասում եմ Սյունիքում, հեսա այլի եմ ասել, երևի Ամերիկայի դրոշ էլ կբերեք ու բացականչում եք ինքնիշխանությունից։ Այդ ինքնիշխանությունը այդ ինչ պոզով պոչով կենթանի է, մի հատ կնկարագրեք, կարող է ինքնիշխանությունը հակադիր է նրան, որ քո երկրի տարածքում թշնամական զորքեր չկան։ Այդ դուք այնքան ինքնիշխան եք, ժողովուրդ, որ ձեզ արդեն արգելվել է ու դուք չեք օգտագործում գերի բառը միջազգային ամբիոններից։ Այ ինքնիշխաններ ջան, մի հատ կբացատրեք, եթե տենց ինքնիշխան եք։ Ինչ է նշանակում գերի կարճ բառի փոխարեն օգտագործել երկարամյա կոնֆլիկտի արդյունքում անազատության մեջ հայտնված անձինք։ Ես գիտեք ինչին է նման, որ պետությունները հրաժարվում էին ցեղասպանություն բառը օգտագործել, չէին ուզում, ցենց ինչ ասես ասում էին, ցավալ իրադարձություններ, ողբերգական դեպքեր։ Այս երկար նախադասության փոխարեն հայ ռազմագերներ չեք կարողանում ասել, երբ որ այս ամբիոնից ձեր տեխնացուները չասեցին դա, մեզ թվաց պատահականություն է, անգամ հիմարություն է, եւ որ ՄԱԿ-ի ամբիոնից դուք չեք ասում։ Հարց է առաջանում, արգելված է ձեզ գերի բառը օգտագործել։ Իսկապես այս երկար նախադասության փոխարեն գերի բառը չեք կարողանում օգտագործել։ Սրբույի Գալյանը հայտարարում է, որ հանցագործությունների առումով մենք բարելավում ունենք։ Միայն վերջի տարիներին հրազենի գործադրմամբ հանցագործությունների վիճակագրությունը 2023-ին 44, 2024-ին 68, 2025-ին 72։ Իսկ գիտեք ինչ է նշանակում, որ ամեն շաբաթ հրազենի գործադրմամբ մարդ հանցագործություն է տեղի ունենում։ Դուք ինչ եք սրա նկատմամբ, ոնց եք սրա դեմ պայքարում, հերոսաբար հետապնդում եք ընդդիմադիրներին։ Գաղտնալսել, չգիտեմ, հետևել, ինչ ասես։ Այս են ձեր ամբողջական իշխանություն ունեք, եսի ձեր հնչող հարցերի մի մասն են կարաք սրան պատասխանեք։ Այն դաշնակցությանը դեմ ուղված արշավին զուգահեռ, էդի արեք, գործա, հանձնարարությունա եկելա արեք, բայց ես դուք սրա համար պատասխանատվություն ունեք, ձեզ չեն ընտրել, որ դաշնակցության դեմ պայքարեք, առնվազն դուք այդ պլատֆորմով չեք գնացել, հա, ընտրել են, որ դաշնակցության դեմ պայքարեք, Արման Եղոյան, նախընտրական ծրագրում դա գրեք, Թուրքերը, Արման Եղոյանը ինձ ասում է, մեզ ընտրել են, որ դաշնակցության դեմ պայքարենք, այդ հայ ժողովուրդը տենց ընտրություն ա տվել, ես շնորհակալ եմ անկեղծ, նախ մի ընդհատեք, հեսա գալու եք ստեղից կպատասխանեք, մի ընդհատեք, հասկացեք, կգաք ստեղից կասեք, ես վստահ եմ, որ Էրդողանը եւ այլևս ձեզ ընտրել են, որ դաշնակցության դեմ պայքարեք, շնորհակալություն անկեղծության համար, վստահ եմ դրանում երկընտրանք չկար, վերջում Հայկ Կոնջորյանին հատկապես, այստեղից ամենացիտված գիրքը, որի համար ես շատ ուրախ եմ, շատ սիրում եմ այդ գիրքը, Քաջազնունու դաշնակցությունն այլևս անելիք չունին։ Ժողովուրդ, դուք այդ գրքի վերնագիրը կարդալուց բացի գիրքը կարդացել եք։ Բերեմ տամ ձեզ օրինակը կարդաք։ Դուք գիտեք այդ գիրքը ինչի մասին է, թե մենակ հիմա ոնց որ վերնագրերն են կարդում, այդ եք կարդում։ Դուք գիտեք Քաջազնունին ինչի մասին է գրել։ Քաջազնունին գրել է, որ բոլշևիկները եկել են, խորհրդային կարգեր են, անում են այն ինչ մենք պիտի անենք,
Դաշնակցությունը այդ պայմաններում էլ առաքելություն չունի։ Մեր քաջազնու կոնֆլիկտը այդ է եղել, որ ասել ենք չէ հակառակը։ Այդ կարգերը պիտի փոխենք, անկախ պետությունից ավելի բարձր բան մեր համար չկա ու մենք առաքելություն ունենք։ Կարդացեք մի բանը միջև խոսելը։ Շնորհակալություն։